Հարսնաձորի լեգենդը սերիալը հասել է այն փուլին, երբ յուրաքանչյուր նոր սերիա հանդիսատեսի կողմից ընկալվում է գրեթե որպես հրաժեշտ։ Նշենք, որ այսօր նկարահանվել է ֆիլմի մասին, որը կցուցադրվի անմիջապես հեռուստասերիալի ավարտից հետո։ Դերասանները խոստովանել են, որ հեռուստասերիալի նկարահանումներն արդեն ավարտված են։ Ավելի վաղ արդեն տեղեկացրել էինք, որ նկարահանումներն ավարտվել են, քանի որ հեռուստասերիալում նկարահանվող դերասաններն արդեն արտաքին փոփոխություններ էին ենթարկվել, իսկ սա նշանակում է, որ սերիալի նկարահանումները օրեր առաջ են ավարտվել։ Վերջին դրվագներն են ցուցադրվում և հիմա ամեն ինչ կենտրոնացած է մեկ գլխավոր հարցի շուրջ՝ ինչպես է ավարտվելու այս երկար, բարդ ու ծանր պատմությունը և ինչ ճակատագիր է սպասվում հերոսներին։ Այս սերիալի առանձնահատկությունն այն է, որ այն երբեք միայն սիրային պատմություն կամ ընտանեկան դրամա չէր, այն աստիճանաբար դարձավ պատմություն մարդկային մեղքերի, ընտրությունների և դրանց հետևանքների մասին։ Հենց այդ պատճառով էլ հիմա հեռուստադիտողները ոչ միայն սպասում են ավարտին, այլ նաև արդարության։ Ամենամեծ ուշադրությունը բնականաբար կենտրոնացած է Արմոյի վրա։ Սկզբում նա պարզապես բարդ ու հակասական կերպար էր թվում, բայց սերիալի ընթացքում աստիճանաբար դարձավ այն մարդը, որի շուրջ ձևավորվեցին գրեթե բոլոր ողբերգությունները։ Սաքոյի դեղերի պատմությունը, ֆինանսական քաոսը, ընտանիքների փլուզումը։ Եվ հենց այստեղ է, որ հանդիսատեսի մոտ առաջանում է ամենաուժեղ պահանջը՝ Արմոն պետք է պատասխան տա իր արածների համար։ Բայց սերիալը շատ հետաքրքիր կերպով զուգահեռ է տանում նաև Սաքոյի գծին։ Սաքոն ամբողջ պատմության ընթացքում ներկայացվեց որպես մարդ, ով մեղավոր էր։ Նա սխալներ է գործել, ցավ պատճառել մարդկանց, կորցրել ինքն իրեն, բայց միևնույն ժամանակ դարձել մանիպուլյացիայի զոհ։ Նրա կերպարը մշտապես տատանվել է խավարի և փրկության միջև։ Վերջին սերիաներում հատկապես նկատելի է, որ Սաքոն կարծես փորձում է փոխվել։ Նա օգնում է Լալային, փորձում է աջակցել, սկսում է հասկանալ իր արարքների ծանրությունը։ Եվ սա շատ կարևոր շերտ է, որովհետև սերիալը կարծես ուզում է ցույց տալ, որ նույնիսկ ամենակոտրված մարդիկ կարող են փորձել ուղղել իրենց սխալները։ Բայց արդյոք դա բավական է։ Հենց այստեղ են բաժանվում հեռուստադիտողների կարծիքները։ Շատերը համոզված են, որ Սաքոն չի կարող պարզապես փրկվել և շարունակել ապրել խաղաղ կյանքով, որովհետև չափազանց շատ ցավ է եղել նրա շուրջ, և եթե սերիալը ցանկանում է իրական արդարության զգացում տալ, ապա Սաքոն նույնպես պետք է պատասխան տա։ Դրա համար էլ ամենատարածված վարկածներից մեկն այն է, որ սերիալի ավարտին նա կամ բանտարկվելու է, կամ մահանալու։ Երկու տարբերակն էլ շատ հավանական են թվում։ Եթե Սաքոն բանտարկվի, դա կլինի խորհրդանշական ավարտ։ Մարդ, ով երկար ժամանակ փախչում էր իրականությունից, վերջապես կանգնում է իր մեղքերի առաջ և ընդունում պատիժը։ Բայց սերիալի դրամատիկ կառուցվածքը հուշում է, որ հնարավոր է ավելի ծանր և ողբերգական ավարտ։ Շատ հեռուստադիտողներ արդեն ենթադրում են, որ հենց Արմոն է սպանելու Սաքոյին, և սա իսկապես կարող է դառնալ ամբողջ պատմության ամենամութ ու ամենաուժեղ հանգուցալուծումը։ Ինչու է այս տարբերակն այդքան հավանական թվում, որովհետև Արմոն հիմա արդեն կորցնում է վերահսկողությունը։ Նրան փնտրում էին և վերջապես վռամը գտնում է։ Հավանաբար գաղտնիքները պատրաստվում են բացահայտվել։ Այդպիսի կերպարները հաճախ վերջին պահին գնում են ամենածայրահեղ քայլին։ Եթե Արմոն հասկանա, որ Սաքոն կարող է վերջնականապես բացահայտել ճշմարտությունը կամ կանգնել իր ճանապարհին, ապա շատ հնարավոր է, որ նա փորձի լռեցնել նրան։ Բայց այստեղ կա ավելի շատ խորհրդանշական իմաստ։ Եթե Արմոն սպանի Սաքոյին, ապա դա կլինի երկու խավար կերպարների վերջնական բախումը։ Երկու մարդիկ, ովքեր իրենց սխալներով քանդեցին բազմաթիվ ճակատագրեր, վերջում կկործանեն նաև իրար, և այս դեպքում կարելի է ասել, որ երկուսն էլ պատասխան տվեցին իրենց արածների համար։ Սաքոյի մահը կարող է դառնալ շատ ծանր, բայց միաժամանակ մաքրող ավարտ նրա կերպարի համար, որովհետև վերջին սերիաներում նա կարծես իրապես փորձում է փոխվել։ Հատկապես կարևոր է երեխաների թեման։ Սաքոյի երեխաներն ամբողջ պատմության ընթացքում կարծես ներկայացվում են որպես անմեղության այն միակ մաքուր բանը, որ մնացել էր նրա կյանքում, և շատերը կարծում են, որ հանուն նրանց նա փորձում է փոխվել։ Այդ պատճառով էլ հանդիսատեսը ցանկանում է, որ գոնե երեխաները
երջանիկ լինեն։ Եթե սա քոն իսկապես մահան է, ապա շատ հավանական է, որ սերիալը կներկայացվի որպես ուշացած քավություն, մարդ, ով չկարողացավ փրկել իրեն, բայց փորձեց փրկել մյուսներին։ Միևնույն ժամանակ Սոնայի և Ռամի գիծը հավանաբար կդառնա սերիալի հույսի խորհրդանիշը, երեխայի սպասումը, ընտանիքի գաղափար, նոր կյանքի ծնունդ։ Այս ամենը կարող է դրվել ամբողջ խավար պատմության հակառակ կողմում։ Հնարավոր է, որ սերիալի ավարտին հենց երեխան դառնա այն խորհրդանիշը, որ կյանքը շարունակվում է նույնիսկ ամենածանր կորուստներից հետո։ Լալայի գիծը նույնպես շատ կարևոր է ավարտի համար, նրա պայքարը երեխայի համար դարձավ ամբողջ սերիալի ամենահուզիչ թեմաներից մեկը։ Հայկի և Նարեի հարաբերությունները ևս հավանաբար կհասնեն հանգրվանի։ Նրանք այն զույգն էին, ովքեր որքան էլ վիճեին, միևնույն է չէին կարողանում ապրել առանց իրար, և հիմա թվում է, թե սերիալը նրանց տանում է դեպի հաշտություն։ Ընդհանուր առմամբ, «Հարսնաձորի լեգենդը» պատրաստվում է շատ ծանր, բայց ուժեղ ավարտի։ Հնարավոր է լինեն մահեր, հնարավոր է արդարությունն ուշացած գա, հնարավոր է ոչ բոլոր հերոսները ստանան երջանիկ ավարտ, բայց մի բան արդեն պարզ է՝ սերիալը փորձում է ցույց տալ, որ յուրաքանչյուր ընտրություն ունի իր հետևանքը, և մարդը վաղ թե ուշ ստիպված է պատասխան տալ իր արածների համար։ Եվ եթե իսկապես Արմոն ու Սաքոն կանգնեն վերջին բախման առաջ, ապա դա կլինի ոչ միայն երկու կերպարների պայքարն, այլ ամբողջ սերիալի գաղափարական հանգուցալուծումը՝ մեղք, պատիժ և ուշացած քավություն։